յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն որակավոր բուհ կարող է կոչվել իր դասախոսների շնորհիվ։ Այո, բուհը իր դասախոսներով է նշանավոր նախ եւ առաջ։ Ես ուզում եմ պատմել Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի կյանքից մի դրվագ, որ կապված է ինձ հետ, 4-րդ կուրսի ուսանող եմ, մեր կուրսի ավագն եմ, եւ ինձ ասացին, որ ինձ կանչում են դեկանատ։ Գնացի ուրախ սրտով, այն ժամանակ, երբ դեկանատից մեզ կանչում էին, չէինք տխրում, չէինք տագնապում, այլ գնում էինք ուրախ սրտով, որտեղ անպայման ես գնում էի դեկանատ, դեկանի հետ հանդիպման, այն հույսով, որ մի լավ բան ինձ պիտի ասեն։ Եվ իսկապես իմ առջև դրվեց մի թուղթ, նախասացին դեկանատում շնորհակալություն, որ ես լավ եմ սովորում, ապա ասացին, որ ֆակուլտետը որոշել է իր լավագույն ուսանողներին տեր կանգնել, դուք պիտի ստորագրեք, որ համալսարանը ավարտելուց հետո պիտի աշխատեք ձեր մասնագիտությամբ, որովհետև մենք գոհ ենք ձեզնից եւ մենք ձեզ աշխատանք կտանք։ Պատկերացրեք, 2 տարի դեռ ունեմ ավարտելու եւ արդեն ես աշխատանք ունեմ պետության կողմից գնահատված երիտասարդ ուսանող։ Այս պատմությունը պատմեցի այն բանի համար, որ ես անվերջ մտածում եմ մեր ապագայի մասին եւ ապագան պիտի կերտենք լավագույն օրինակներով։ Ոչ միայն նեղվենք այսօրվանից, ոչ միայն քննադատենք այսօրը, նաեւ մտածենք ու երազենք ապագայի մասին։ Ես այդպիսի ապագա եմ ուզում իմ երկրի համար եւ մեր բոլոր ուսանողների համար։ Ուզում եմ պատմել այդ տարիներին բանասիրական ֆակուլտետը ղեկավարած Գառնիկ Անանյանի մասին։ Գառնիկ Անանյան, որ բացառիկ դեր կատարեց համալսարանում, նա ստեղծող մարդ էր։ Այսօր բոլորս խոսում ենք այս ֆակուլտետը փակվեց, այն ամբիոնը փակվեց, իսկ այն ժամանակ, երբ Գառնիկ Անանյանը կար համալսարանում, բացվում էին ամբիոններ, ասենք օրինակ ժուրնալիստիկայի ամբիոն, բացվում էին ֆակուլտետներ եւ այդ բոլորը Գառնիկ Անանյանի նախաձեռնությամբ։ Ավելի ձեզ պիտի ասեմ, հրաշք գրքեր էին տպագրվում, 500-600 էջանոց, մեր պատմիչները, միջնադարյան քննարկություն, տեսեք, հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա 81 թիվ, հայ գրական քննադատություն, հայ հին եւ միջնադարյան բանաստեղծություն, Մովսես Խորենացի հայոց պատմություն, Խաչատուր Աբովյան Վերք Հայաստանի, հին արևելքի պոեզիա, սփյուռքահայ բանաստեղծություն, 20-րդ դարաշրջանի ռուսական բանաստեղծություն, ֆրանսիական կլասիցիզմ եւ այլն։ Եվ այս ամենը մի մարդու նախաձեռնությամբ։ Գառնիկ Անանյան, հիանալի մարդ, լավագույն դասախոս եւ նաեւ մի զարմանալի ուժեղ կերպար, որ վատը խարազանել գիտեր, վատի երեսին ճշմարտությունը ասել գիտեր։